դեպքում, նեղության ժամին, ցավի ժամին, տխրության ժամին, ուրախության ժամին խնդրում ենք, ստանում ենք, բայց երբ որ գալիս է շնորհակալությունը հայտնելու ժամը, մարդ չկա։ Մարդ չկա շնորհակալություն հայտնելու։ Բոլորը խնդրում են, բոլորը պահանջում են, բոլորն ուզում են, բայց ոչ ոք պատրաստ չեն ամենափոքրիկ չնչինի համար շնորհակալություն հայտնելու։ Որ այսօր արթնացար, ամենապարզը, որ այսօր արթնացար, փառք քեզ Տեր, որ այսօր էլ քո լույսը տեսա։ Շնորհակալություն Տեր, որ այսօր էլ գլուխս հանգիստ բարձին եմ դնում առավոտյան արթնանալու հույսով։ Շնորհակալ եմ քեզ։ Սա ամենապարզ շնորհակալությունն է։ Էլ չեմ ասում ինչեր ենք, որ մեր կյանքում ստանում ենք տարբեր ճանապարհներով, տարբեր ձևերով, բայց մենք շնորհակալություն հայտնել է զգացումի մեջ չենք։ Հիսուս իր կյանքը տվել է մեզ, Հիսուս ինձ եւ ձեզ համար խաչվել է, մենք անտարբեր ապրում ենք այդ խաչելության հանդեպ։ Պատերազմի դաշտում մեր տղաները մեզ համար զոհվել են, այսօր նրանք մոռացված են, նրանց շիրիմներին այլևս այցելող չկա, նրանց անուններն կամաց մոռանում։ Ընդամենը 5 տարի անց էր։ Շատերը կարծես թե չեն էլ հիշում։ Հայրենիք ենք կորցրել, բայց մենք ավելի շատ գերադասում ենք մեր ստամոքսը լավ կշտացնելու մասին։ Ամեն օր Հայաստանում ես ամեն օր որ ճանապարհ եմ անցնում, մեծ տառապանք եմ ապրում, երբ որ նորանոր կառուցվող ռեստորաններ ու հարսանյաց սրահներ եմ տեսնում։ Դրա փոխարեն մենք սեր չունենք, կառուցում ենք, մտնում են մարդիկ դրա մեջ, ձևական կողմը պահում են, մեկը մյուսի հետ մրցակցությամբ, ում ծաղիկներն են ավելի մեծ, ում տորտն ավելի շքեղ, ում հարսանյաց մեքենաները ավելի լավը, հաջորդ օրը բաժանվում են իրարից։ Որովհետև արտաքին ձևականությանը տուրք տալով դու սպանում ես քո ներքին հոգևոր աշխարհը։